Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Ղազարյան, պարոն Մանյան, ես հարցս երկուսիդ եմ ուղղում, կխնդրեմ ձեր կարծիքը հայտնեք Նիկոլ Փաշինյանի գրառումների վերաբերյալ ուղղված առաքելական եկեղեցուն, երեկ էլ կառավարության նիստում նա եկեղեցին անվանեց չլը։ Միայն երեք չէր, եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ էլ նա կառավարության նիստում փորձեց անարգել քրիստոնեության գլխավոր խորհրդանիշը խաչը։ Հիշում եք, որ ասում էր տարբեր քաղաքներում, գյուղերում, ճանապարհներին խաչեր են դրված, եւ ասես դրանց նկարագրությունը պլաստմասայի կտորներից, կահույքի մնացորդների, շինարարական աղբից։ Ես դրանից հետո հարցում էի ուղարկել վարչապետի աշխատակազմ, ասել էի վարչապետը sense բաներ ասել, բառացի մեջ բերելով, խնդրում եմ ասեք, կոնկրետ որ համայնքում, որ մարզում է գտնվում կահույքի մնացորդից պատրաստված խաչ։ Ես ուզում եմ գնամ այդ խաչը տեսնեմ։ Այդ հարցմանը տես չեն պատասխանել։ Հիմա նույն ձևի ինքը հարձակվել է մեր եկեղեցիների, տաճարների, սրբավայրերի վրա։ Շատ տրամաբանական է կապը Փաշազադեի Փաշինյանի գործողությունների միջև։ Փաշազադեն կովկասյան մուսուլմանների վարչության նախագահն է մայիսի 22-ին էր անարգել հայ եկեղեցին, մեր սրբավայրերը, քրիստոնեության մեր եկեղեցու գաղափարախոսությունը, եւ հիմա Փաշազադեին շարունակում է իր հոգեզավակը, իր առաջնորդն է նրա Փաշազադեն Փաշինյանի երևի հոգեոր առաջնորդն է, շարունակում է նրա գործը այդ մակարդակով, դա սրբապղծություն է եւ կոնկրետ թիրախավորում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, մեր ողջ հոգևոր դասին, վեհապար հայրապետի սկսած մինչև բոլոր հոգևորականներին, սա հետևողական պայքար արշավը մեր եկեղեցուց է, որ առաջին դրսում։ Ես կարծում եմ, որ եկեղեցին միասնաբար պետք է հիմա ոտքի կանգնի իր ողջ հոգևոր դասով, ողջ հավատացյալներով, այսինքն մեր ժողովրդին այսօրվա այս պայքարի առաջնորդող ուժը պետք է լինի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, եւ մենք այսօր իրարից անկախ գրեթե միաժամանակ ես եւ պարոն Մալյանը գրառումներ ենք արել, որ հենց այս իմպիչմենտի գործընթացում ճիշտ կլինի, որ առաջադրվի հենց կամ վեհապար հայրապետի կամ բարձրագույն հոգևոր խորհրդի որոշմամբ, մեկ այլ հոգևորականի կամ հոգևոր խորհրդի որոշմամբ այլ ներկայացուցիչ տեխնատություն եւ իրենք էլ լինեն այս պայքարի առաջնորդող ուժը։